Գորիս քաղաքի այս տարվա գլխավոր տոնածառը զարդարում են կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի մենք երիտասարդական խմբի անդամները։ Սա անցած տարվա տոնածառն է, որի արտաքին տեսքը դժգոհությունների առիթ էր դարձել։ Այս տարի երիտասարդներն են փորձել հնարավոր միջոցներով լավ արդյունք ստանալ։ Ճիշտն ասած, մենք կողմնակից էինք ի սկզբանե արհեստական մեծ տոնածառի, որպեսզի գեղեցիկ եւ ներկայանալի տոնածառ ունենան քաղաքում, ինչպես որ հանրապետության շատ այլ քաղաքներում եւ Երևան քաղաքում, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք պատվով դուրս գալ այս ամենից, զարդարել հնարավորինս գեղեցիկ, որպեսզի մեր քաղաքի բնակիչները եւս հնարավորություն ունենան ուրախանալու եւ հիանալու քաղաքի տոնածառով։ Տոնածառի զարդարման համար Գորիսի քաղաքապետարանը տրամադրել է 300,000 դրամ, հրաժարվել տրամադրել տեխնիկական այլ միջոցներ։ Երիտասարդներին աջակցել է Որոտանի հեկերի համակարգ փակbaşնետիրական ընկերության տնօրինությունը։ Ընկերության աջակցությամբ տոնածառին ավելացվել են նոր ճյուղեր, տրամադրվել է եւս 350,000 դրամ անհրաժեշտ տեխնիկա, մասնագետներ։ Գումարը փոխանցվել է Ֆիանսե խանութ սրահին, խաղալիքները ձեռք են բերվել նրանց կողմից։ Տոնածառի արտաքին ձևավորման խորհրդատվությունը եւս Ֆիանսեի կողմից էր։ Որոշեցինք այս տարի մեր մասնակցություն ունենալ տոնածառի զարդարման գործում եւ կարեւոր է երիտասարդների դերը այսպիսի գործերում։ Շնորհավորում ենք բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանանք, որ այս տարի լինի առողջության, բարգավաճման, խաղաղության տարի։ 2 օր շարունակ երիտասարդները հրապարակում մինչև ուշ երեկո փորձում էին գեղեցիկ տեսք հաղորդել գլխավոր տոնածառին։ Երիտասարդներին էին մոտենում քաղաքացիներ, աջակցության պատրաստակամություն հայտնում, իսկ փոքրիկներն էլ խաղալիքների վրա գրում էին իրենց մաղթանքները, շնորհավորանքի ջերմ խոսքերը։